Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Միանգամից սկսենք հաղորդմանը, նախ ասեմ ովքեր չեն բաժանորդագրվել, հարգելիներ, շատ մարդ գիտեմ, որովհետեւ երևում է, որ տարիքով մարդիկ են նայում, վիդեոյի տակը, այսպես սև, ուղղանկյունաձև գիծա ծերը օվալ։ Սեղմեք դա բաժանորդագրված եք։ Հիմա սկսենք մեր հաղորդումը։ Նախ ուզում եմ մի բան ասել այսօրվա ամենաիրենց ցուցադրական այսպիսի շոու թեմայով, դե Ադրբեջանի մասին կխոսեմ եւ Հայաստանի մասին։ Իջեցրեցիք, հա, ոնց որ տոնը, եկեղեցիների հանդեպ արշավանքը։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի խաթեր, հա, Նիկոլ Փաշինյանը Facebook-ի խաթեր, որ բլոկած չլինի, իջեցրել եք տոնայնությունը, բայց ինչպես երևում է, հարց են տալիս Հայաստանի փոխոստիկանապետ անունը չեմ հիշում, Ոման Մկրտչյան, ասում է ոչ մի ոստիկանական գործերը չի խանգարել։ Չի խախտե Հայաստանի Հանրապետության օրենքը ոստիկանը։ Ես հիշեցնեմ, որ իմ պայքարը ոչ թե հայ եկեղեցու անդամ որևէ հոգևորականի համար է, իմ պայքարը, մեր պայքարը ընդհանրապես հայ արժեքի հոգևոր արժեքի համար է։ Ես չեմ առանձնականացնում, ելի եմ կրկնում, գտել եք որևէ ЧՊ որևէ մեկի վրա հանցագործություն, կա նորմալ ձև, ուղարկում եք, հա, ծանուցում եք ուղարկում, կանչում եք, մարդուն հարցակնում եք եւ այլն։ Եկեղեցու վրա հարցակում ես դատապարտում եմ, որտեղ սա արվում է հատուկ, ելի եմ կրկնելու ջհուդ բոլշևիկյան Ռուսաստանի, բնականաբար Թուրքիան արդեն խաղացող թեփ։ Ինչի։ Հիմա հարց եմ տալու։ Բոլորը այդ են ասում։ Նախ մի քանի հարց, որ անընդհատ ժողովուրդը ասում են, ուզում եմ բարձրացնել։ Դու որ փորձում ես եկեղեցուն իբր թե կպնել անհատականությանը, բայց ջարդում ես եկեղեցին։ Դու որ կպնում ես ուրիշի երեխաներին, դու քո երեխեքի հերերին գիտես, երեխեքը քոնն են, կինը քոնը չի, քանի որ դու եթե քոնն լիներ, դու ամբողջ աշխարհին ասում ես եկեք կնոջս ձեռ տվեք, տեսեք բնականա թե չէ։ Դա լկտության մեկ։ Երկրորդ ինչպես ասացին, գնացիր Հռոմի պապի մոտ կնիկդ բաբայ, Հռոմի պապի կնիկդ չքածը բաբայ, բա Հռոմի պապին ասել Հռոմի պապ, մոտա տորական 700 երեխա են բռնաբարում, բա Հռոմի պապին հանիր, էս էլ երկու փաստ։ Եվ երրորդ փաստը, հիմա երեք ինձ գրել են Մակրոնի եւ այլնի մասին, այսօր կանրադառնամ։ Հարց եմ տալու, որևէ մեկը, ես չեմ ասում են մանր մուներ պատվալներում նստած փնթիներից կամ Ռուսաստան բերանները բաց ռուսի տակ պարկասներից։ Ապացույց այդ իրեքից։ Քոչ Նիկոլ, ես էլ քոչան բան չեմ ասում, նրանք բաց ռուս են խաղում։ Նիկոլ, կոնկրետ Փաշինյան, Վեհապար եւ Տաշիրի Սամո։ Դուք ապացուցեք, որ երեքդ էլ իրար հետ չեք ռուսի համար։ Եթե ձեզնից որևէ մեկը կարանա ապացուցի, ես այնպես բան կանեմ, որ բոլորը սալտո հետ սալտոյով 5-ից 7 հատ կգնաք ու կընկնեք փոսը։ Ապացույց կա։ Դրա համար բուկետ բերան մի բացեք, ամեն ինչը պայելենք, ամեն ինչը մի օրվա մեջ չեն ասում։ Հարմար օրերի, երբ որ կգա, կտնենք բոլորի դեմ։ Եղավ։ Հաջորդը Վեհապար, ինչի դու մինչև հիմա Նիկոլին նզովյալ չես հայտարարել։ Հաջորդը ես այսօր նամակը ստացել եմ գերմանական Եվանգելիշ ավետարանչական եկեղեցուց, լյութերական եկեղեցուց եւ բոլորը միաբերան գրել են, ուղղակի գերմաներեն է, ես կարող եմ ձայնային պահել, որոշ մարդիկ հասկանան, հարգարժան, պարոն Գագիկ սիրելի։ Մենք ցավում ենք, որ Հայաստանում կատարվում է հոգևոր դասի հանդեպ նման բան, բայց մենք չենք կարող խառնել, քանի որ դա Հայաստանի հոգևոր, ուշադիր լսեք, քաղաքականությունն է, որի համար պիտի դիմեն հոգևոր առաջնորդել են։ Անցել է արդեն մոտապես 10-15 օր, ընդհանուր դեպքերից 3-4 օր։ Ինչի հայ հոգևորականը, Վեհապարը, հարց երկրորդ։ Չի դիմել միջազգային կառույցներին։ Չկա ուրա։ Ոչ ոք չի ստացել։ Իրենք ասում են, քեզ հարգում ենք, բայց անհատական գադիկի խնդրանքով մենք չենք գնալու մեր քույր եկեղեցիների դեմ ինչ որ հայտարարության, թող դիմի, մենք պատշաճ կպատասխանենք։ Ես
մի հատը կարամ ցույց տամ, մյուսն էլ ասում է ձեր քաղաքականությունը ես չեմ խառնվելու հոգևորը որ ասի նոր։ Բոլորը նույն տեքստն են ասի։ Եթե որևէ մեկը գերմաներեն կհասկանա կուզենա, ես կասի ես կուղարկեմ, ուղղակի հիմա ժամը ցույց տամ, որ ինչ ցուցադրական, որ վայ տեսեք ինձ հոգևոր պաստորը ուղարկել է եւ այլն եւ այլն։ Այսպես։ Նույնիսկ կարամ ասեմ ով է ուղարկողը, Ֆյուրտի պաստոր Միքայելը։ Այնպես որ ուրիշ բան չեմ կարող ասել։ Սա երկու։ Թողնենք այս թեման, որտեղ սա անում են Հայաստանը կործանելու համար։ Բացի դրանից, հիմի որոշել են Հայաստանը կարող է էլեկտրացանցերին պետական փայ մտնել, ասում են լրիվ ազգայնականացնեմ։ Լավ, փայ մտնել որ ձևով, այն որ տարար բանի են, ինչ էր քո քածերից մեկը Նիկոլ, որ հետը քնում իր մարդուն տարար դրիր պոստի որ շուխուր չընկնի։ Ով էր Լենան Ազարյանը։ Դրա մարդուն տարար դրիր, թալանով իրանք ջիպեր են առնում, ու տենց է վերջացավ, պլղանձամոլիբդեն այդ թալանը։ Բա մինչև այդ ասում էր Քոչյանը, Վահե Հակոբյանը միլիարդներ են տան, դուք մտակ բայ այդ տանելը բրծավ, ոնց որ միշտ։ Եվ վերջապես քո եղբայրը վեհապար, Եզրասի ինչի մի հատ ցենչան։ Իմիջայլոց Ռուսաստանից, հիմա հերթով ասում են, Լավրովը ասեց, որ Հայաստանում եկեղեցու հանդեպ SSS Արաբա-թուրքի լամուկը ձվիցելա ճուտիկը իբր թե պայմանավորված խաղ, որ տեսեք, այս վիճակում դաժե Ռուսաստանը մեր հետ է։ Մի անգամից, որ ընդհանրապես Լավրով տենալուց ինքը պամպերսնել չի հերիքում, դվայնոյ այն ձակը երկար շալվարներ, որ հագնում են, որ կամ այդ աֆրիկյան ցեղի բերինքցի մոդ, այդ էս տակը լցած է այդում, դա մեր ներքին գործն է։ Ուրեմն Արաբա-թուրքողլի հիշի, հայոց եկեղեցին այսինքն հոգևոր հաստատությունը, ոչ թե անհատը, դա քո անձնական գործը չի։ Մինչև հիմա տարել ես Միքայելին, որ բարդի որևէ դատական գործ։ Տար բարդի որևէ դատական գործ։ Քո տերը, դու շունն ես Նիկոլի, քո տերը, որ սաղ աշխարհի շունն է, ասում է իմ կնիկի իմը չի քածա, եկեք դոշերին ձեռ տվեք։ Դրա համար դատ չի հասնում։ Հիմա դու ոչ ապացույցություն ես, ոչ բան, տարե փակել ես։ Դու ոչ թե փակել ես, դու ժողովրդին շեղում ես անհատականության վրա, բայց դու զինված հարձակում ես ամ հայ հոգևոր արժեքի եւ եկեղեցու վրա։ Այս պիտի հասկանա հայ ժողովուրդը։ Ես անհատների հետևից չեմ գնում։ Ես ամեն մարդ ունի իր անհատ կարծիք։ Պարզ է։ Անցնեմ հաջորդ հարցին։ Մակրոնը ասել է, որ համամիտ եմ Նիկոլի հետ։ Մակրոնը ինչն է ասել համամիտ եմ։ Նյութը տպվել է հատուկ էլի Քոչարանա սերժական կլանների միջոցով Նիկոլնել, իրար հետ միասին են խաղում հայերեն տեքստով։ Ֆրանսիայի ղեկավարի ասածը ֆրանսերեն հասկացել եք, հələ հասկացեք ու գրեք, ինչի հետ համաձայն։ Համաձայնա, որ Հայաստանը Եվրոպայի միանա, ոչ թե համաձայնա, որ Հայաստանը հոգևոր արժեքը ջարդի։ Խնդրում եմ ԱՄԲ-ի հետ մի խառնեք։ Ոնց որ ինձ հիմա հարց տակ համաձայն ես, որ եկեղեցին պետք է չջարդվի, ասեմ համաձայն եմ, հետագայում համաձայն ես, որ պետք է ասենք ինչ ասեմ, թուրքը չհաղթի կամ չէ, համաձայն ես, որ օրինակ ասենք ճանապարհ չպետք է բացվի ընթացքում, որ Հայաստանը մնա բանի մեջ, շրջափակման մեջ, ես ասեմ չէ, համաձայն չեմ։ Խոսքից կտրեն գրեն Գագիկ Թադևոսյանը համաձայն չի, որ Հայաստանը փակ ճանապարհ լինի, Հայաստանի ճանապարհները պետք է բացել են։ Էդի սարքեն բան դնեն մեյդա, նույնն էլ սա է։ Էս էլ երկրորդը սրա մաս։ Հասկանալի է, ու ես կրկնում եմ, Հայաստանի ոչ մի իշխանափոխությունից հետո, երբ որ Քոչարի ազգային վերածնունդը եկավ, ես խոսք եմ տալիս, Արտակն էլ է խոսք տվել, ոչ մի դատական գործ, որը եղել է այս 35 տարվա ընթացքում, վերանայվելու են սպանության գործերը բոլոր եւ մարդկանց անհիմը դատվելու ու բոլոր դատավորները գնալու են այդ հոդվածներով նստելու, դատավորը, դատախասը քննիչա, բոլորը, ես իմ էլ ցանցի պետա էսա, ով ինչ արելա, պետք է վերանայվի։ Ես սա ասել եմ, եթե չեղավ, այս կուսակցությունը հաղթելու դեպքում դա չեղավ, առաջի դեմը ես եմ ելում, դրա համար լինելու, երխենք գալի, որ հենա լավ է, թալանում ու տանում են, գալիս ես ինչ, այս գալիս ես դու էլ ներվեր, քայքայ, թքած ունեմ, դրա վրա, հենա ապրում եմ Գերմանիա, երխեմ գալի Հայաստան գլուխս տնում, ցավոտ ավետարանի տակ, հենա ապրում եմ էլի, էսի հարցի երրորդ կողմ, չորրորդ կողմ, հարց եմ ուզում տամ, և այսօր նայեցի, ելույթ ունենում էլեկտրոցանցի տնօրեն Ոմը Ղազինյանը, ես եմ Արթուր Ղազինյանը, ինչ սև շունա, ուրեմն նայում եմ Ղազինյանները, դե երևի բոլորը գիտեք, որ Ղազինյանները Հայաստանի Հանրապետության մեջ միշտ պաշտոններ են զբաղել։ Այդ ոնց է լինում, որ
Գագիկ Ղազինյան, եթե չեմ սխալվում, հայրն է, հոպարն է, ինքը եղել է իրավաբանական ամեն ինչի, ես իմ կառավարությամբ։ Էս հետևից բերեցին են Արթուր Ղազինյանին, որը չստացված էր, նույն դեպքով աղբերը գնում է էլեկտրոցանցի տնօրեն։ Էս Քոչարյանա ռուսական կլանի։ Հարց եմ ուզում տամ, ժողովուրդ ջան, Հայաստանում ուրիշ մարդ չկա։ Այդ ոնց ալում որ մեկի 4-5 աղբերներով, պապերով, հոպարներով լավ պոստի են, մնացած ժողովուրդը բատրակ են հասցում։ Այդքան խելացել երևում է որ տապորից 5 պակաս են դեմքներին նայում ես, այդ իրանց ցլաձև դեմք ու բոլորը տենց։ Բոլորը ես չեմ դնում կոնկրետ Ղազինյանի վրա, բոլորը ուղղակի աշկիս ընկավ Ղազինյան ասեց են։ Այդ ոնց է որ նայում ես են սուտի բաներ, դու ասեն Պուտինի տակ պարկած թուրքի դեմքով When Վելուծաբան ասենց մորուքով սպիտակ զզվելի ազգանունն է չեմ հիշում Սաֆարյանը, Սաֆրազյանը, Սեֆշունը դրա բանը աղբոր կնիկը ռադիոյի տնօրեն, աղջիկը ես իմ ինչի տնօրեն են այդ փնթունել մեջ են քաշացն արի մի հատ Վելուծաբան դու դարի ռուսական այդ ոնց ալու Նիկոլ Փաշինյանը ռադիոտան ղեկավարը լինում է պրոռուսական Վելուծաբան ու տենց շատ ու տենց բոլորը պոստի են ոնց ալու որ բարեկամներով բան բոլորը խելացի են հա այս սա էլ է փոխվելու որ sense բարեկամական սետկա չխփես, որին խփում ես երեխեքով, հորքուրներով, մորքուրի թորերով, հոպարի թորերով, կան բանը, կնիկներով, թորի կնիկ, կնգա հորեղբար, սաղին դրածա պոստ։ Այսինքն ժողովրդի մեջ բոլորը անգրագետ են, դուք մենակ այդ փնթիներով, որիդ նայում են փնթի են։ Անհատույց կարամ ասեմ անուն, որիդ նայում են փնթի եք ոտից գլուխ։ Փնթի։ Եվ վարկով, եւ խոսալով, եւ տեսքով։ Բոլորիդ հետ է, կառավարության հետ է, չեմ առանձնացնում որևէ մեկիդ։ Սա էսպես։ Հիմա ասում ենք մյուս թեմային։ Հոսանքը խոսում ես, ես չի լինի, են չի լինի։ Ինչի համար ջղայնացա հիշեցի, Զադոյան։ Դու ասում ես հոսանքը Հայաստանում ամեն ինչ, ամառվա շոքին։ Անջատվում է հոսանքները։ Սիթիներով, դալմամոլով եւ այլն շոքին։ Ինչ հոսանքի անջատման, ինչ պատասխանատվություն ես տալիս դու։ Երևանի Կոմիտասի փողոցները են Հայաստանում օրակը 100-120 հազար մարդու հոսանք, մի անգամից անջատում եք, որ աշխատանք անեք, այդ ոնց է լինում։ Ուրեմն ցանկացած եվրոպական երկրում դուք ես համարում ես զարգացած ամեն ինչը լավ է, ցանկացած անջատված հոսանքի համար դու պիտի վճարես տվյալ տան, բնակչի, հիվանդի, բոլոր ծախսերը աշխատանքի։ Ես եմ խանութ ունեմ իմի Դալմայում կամ Սիթիում։ 2 ժամ անջատել ես կամ 3 ժամ անջատել ես։ 3 ժամ անջատած ինձ վնասը կտաս, մտնում ես նես սատկած աղվեսի հոտա գալի, վենտիլյացիան չկա, այդքան քրտնած շոկած մարդ մտնի ելնի, ոչ մի բան չկա։ Ոնց ես դու վճարելու այդ մարդու մինուսը։ Այդ մարդը միջին վերցնում ես ամսական տվյալ ամսի անցած տարվա այդ օրերին, արել այդ օրվա մեջ ասենք ընդունենք 150 հազար դրամի առևտուր բուտիկների հետ եմ։ Բաժանում ես 8 ժամի։ 8 ժամի ժամը ինչքան է գալիս։ 8 ժամի բաժանում ես ժամը գալիս է 20 հազար մոտապես, հա 19 հազար 20 հազար դրամ, 2 ժամ անջատել ես 40 հազար դրամ, այդ մարդու փողը հատուցում ես։ Կանես այդպես բան։ Չէ, մարդիկ տների մեջ գործ են անում, կոմպյուտերով են գործանում, ես են անում։ Հոսանքները անջատում ես, մարդիկ տրանսատլանտյան գործարքներ են անում։ Տրանսատլանտյան միջազգային գործարքներ են անում, մարդիկ գործարքների մեջ են։ Եմ այդ մարդը այդ ընթացքում կորցրեց X քանակության գումար, սկսած թեկուզ 20 ցենտից մինչև 400 հազար դոլար։ Դու ոնց ես այդ փողը տալի։ Անում ես մենակ եզի գլխով նստած էշշ բաներ ես խոսում։ Ոնց որ քո տերերը Ռուսաստան եզի գլխով նստած քո Պուտինը ու նրան ենթակա բոլոր շնիկները։ Եթե ես որևէ մի բան սխալ եմ ասում, մեկը թելե կասեք սխալ եմ ասում, իսկ ով ասի սխալ եմ ասում, ուրեմն բերանը բաց մի տաշիր սամոյի տան դեմը, պարկանցան դեմ մի կտոր հացի թե հետագայում մի հատ շոֆեր աշխատելու համար լմլմցնում։ Ես հայ ազգի կողմից եմ, ես թքած ունեմ ցանկացած երկրի առավելապես շպիոն ռուսական եւ մնացածի համար։ Պարզը։ Հիմա ասենք մյուս հարցին։ Դրել են հայկական թերթերը, թե Քոչանը, թե բանը, վայ, ադրբեջանցիքին ծեծում են, տեսեք մեր ռուսները, ծեծում են, help me, գոռում են ադրբեջանցիք։ Ինչ են անում։ Այս կապիկությունը սարքված է ներքին շուկայի համար Ադրբեջանի,
Քանի որ Ալիևի վարկը շատ ուժեղ ընկած այդ երկրում, ահավոր, որտեղ բացի Թալանից ինքը ոչինչ չի ցույց տալիս, իսկ եվրոպական եւ միջազգային կոռուպցիոն, հակակոռուպցիոն հանձնաժողովի ամենամյա ներկայացված հաշվետվությամբ Ադրբեջանը գրավում է աշխարհում առաջին կամ երկրորդ տեղը 96.8% կոռուպցիա ամբողջ պետության տնտեսության մեջ։ Պարզա։ Հիմա Ալիևի վարկանիշը պիտի իրանց շուննա ռուսը բարձրացնի, բռնին ադրբեջանցու սպանեցին, 1000 տարվա ադրբեջանցիա ռուսացել է, խփեք թող էթա ինչ է եղել։ Այդ նույն բանա ոնց որ այսօր գոռում են Պուտին խերոս, այդ 3 հատ հային Ռուսաստան խփեն։ Պուտին խերոս, ճիշտ անում Հայաստանը ինձ ոնց էին գրել, ձեր բոմժանոցի մասի մտածենք, մենք արդեն ռուս ենք։ Այդ ասող հայերին որ խփեն, ես դրա համար կնեղվեմ, չէ։ Որտեվ ինձ օրական 1000 ձև գրում են մինչև անընդհատ բլոկեցի։ Բարձա, այն որ գրում եք ինչ ես Պուտինից կախվես տինդից, այդ լրբի տղա հայերին։ Հիմա որ դնան Ռուսաստան գնդական են, կնեղվեն, բնականաբար չէ։ Որտեվ ես հայազգի համար եմ մտածում ինքը Պուտինի կոշիկների կեղտը բերանով լպստելու երեխեքին ու կնգան ու սիրացին մորը քրերին կերակրելու համար։ Հիմա այդ ադրբեջանցիներին խփին ձևական։ Ալիևը սկսեց հիստերիա անել դեսպաններին, հիմա բանը դեսպաններին են իբր փագե Մարիա Զախարովան ասում է այնտեղ դեսպանները չեն կարող զանգեն ինտերնետ հոսանք անջատել են եւ այլն բռնել են եսիմ բանը FSB-ի շպիոններ նրանք նրանց են բռնել նրանք նրանց ժողովուրդ այդքան միամիտեք հա Ալիևը այնքան կա որ ինքը պետք է կարողանա Ռուսաստանի դեմ հելնել կրկին փաստ եմ ասում 29 հոգի 43 հոգի ընդհանուր թվով ադրբեջանցի պայթեցրեց Ռուսի տակ էլի մտավ բերանը բաց, երկու հատ ադրբեջանցի խփե ռուս ասած, դրա համար պիտի շոու լինի, սա նաև ցույց են տալիս, տեսեք երկու տարբերակ ունի, որ ցույց տան Ալիևը ուժեղ տղա է, ռուսական չեղարկում է, էս անում են անում, եւ Հայաստանի ռուսա տակերի ստրուկների համար, ով որ ռուսի տակ մտածա, որ տեսեք մեր ռուսներն են ոչինչ կորած չի, Լավրովը նրանց թաղում են, իսկ մեզ պաշտպանեց եկեղեցու համար եւ հիմա թուրքերին ջարդում եք։ Էլի եմ ասում, սա այն ձևն է, որ ասեն հետ ռուսն է։ Ռուսը մի դեպքում կարա հայի աչքին բարձրանա, ես ասել եմ ու կրկնում եմ։ Երբ որ ոնց որ տարելա հետ վերադարձնի Արցախի հանրապետությունը, գումարած Շահումյանի շրջան, Կամոյի ենթաշրջան, Կամոյի ենթաշրջան ներողություն Գետաշենի ենթաշրջան ազատ Գետաշեն Մարտունաշեն գյուղերը այս ամբողջը եւ ամբողջ էությամբ պիտի վերադարձնի Կարսի պայմանագիրը Կարսի պայմանագրով հանձնած այդ դեպքում հայը կարասի լավ ռուսը ինչ որ բան փոխելա հակառակ դեպքում ուղղակի sense 10 հատ ադրբեջանցի Մոսկվա ծեծելով անտերանոցում դու ասա Վորոնեժ թե որդե ծեծելով սրանով ոչ թե Վոլգոգրադա ինչ ասի չեմ էլ ուզում լսեն ոչինչի չի հասնելու ու սա եթե ներկայացվի որպես պրոհայկական քայլ ռուս արդեն փոշմանելա սա չի ընդունվելու հայը լավ գիտի ինչից հետո ինչ ընդունել ուզում է հենց մի Ռուսաստան ապրող է 2 միլիոն 3 միլիոն ադրբեջանցուն դեպորտ անի ինչ մեզ ինչ դրանից մեզ ոչինչ տնանից դրա համար այս կապիկությանը մենք շարունակությունը չենք ուզում տեսնենք ու չներկայացվի որպես պրոհայկական քայլ այդ ֆոնի վրա եվրոպացի կստորագրում են պայմանագիրը որ Հայաստանը մտնի եվրոպական լսկսնական շրջանում ազատ շուկայի մեջ ինչա տալու դա հարգելին է ես ձեզ միշտ ասել եմ ոչ թե ես հիացած եմ Եվրոպայով ես միշտ էլ ասում եմ ես ապրելով Գերմանիա քննադատում եմ իմ նման մարդ չկա հիմի որ հային մոտենաս ասես Գերմանիա քննադատի ինֆակտը կխփի կգնի ոտները կլպստի կոշիկները գերմանացի ով ստեղա մտեք ասեք մի հատ Գերմանիային քննադատի բարձր տեսեք ինչ կանից ես Գերմանիայից ինքը ավելի է վախենում քան ինչ ասեմ քան Հայաստան կամ գա ադրբեջանցու քոչվորի կամ թուրքի տակ մտնի ինքը համաձայնի թուրքի տակ մտնի պատճրտի քան թե Գերմանիային քննադատի լուրջ եմ ձեզ ասում հելեք դուրս տեսեք մեկին տեսեք բերեք էկրանի դեմ ասեք թե Գերմանիա քննադատի չկա ում հետ խոսում ես սենց հալն Գերմանիայից ինչի համար եմ ես ասում իմ համար գոյություն ունի Հայաստան ես պաշտպանում եմ Հայաստանի շահերը իհարկե
Էլի եմ կրկնում, ապրում եմ Գերմանիա, դա ոչինչ չի տալիս։ Ես օրենքը չեմ խախտում, բայց ես ունեմ իմ անձնական կարծիքը, պաշտպանում եմ Հայաստանի շահերը։ Դրա համար իմ համար գոյություն չունի ոչ մի երկիր, իմ համար գոյություն ունի մի երկիր, Հայաստանն։ Ու Հայաստանը դառնալու է իրոք մեծ, դառնալու է, ոչ թե կդառնա կամ չի դառնա, երեք ինձ ասեցին, Հայաստանը դառնալու է հզոր երկիր։ Հզոր մեծ երկիր։ Ես ասում եմ 618,000, այնտեղ ասում եմ 630, մինչև այդ հայկականը 1.5 միլիոն եւ այլն արեալը, բերեք 618,000-ի վրա սկսենք, կշարունակենք ամբողջ հողերի վերամիավորում։ Ու բոլոր հանցագործությունների միջազգային ֆիքսում ռուսական կայսրության, Օսմանյան Թուրքիայի, Քոչվորստանի եւ մնացածի կողմից, թեկուզ ջհուդների։ Պիտի ֆիքսվի, որ դու ինչքան խոսում ես, ինչքան ցուցաբանում ես, ինչքան գոռում ես, այդքան քո ձայնը ավելի լսելի անում։ Մարդկա ասում է 4 տարի ասում ես գործ։ Հարգելիներս, եթե 4 տարի չասեի, սրանից մի քանի անգամ պակաս հայ, շատ քիչ գործեր կանեն, հիմա անընդհատ ասելու եք ասա, ես չեմ ուզում կողեմ, մենք արել ենք Ամերիկայի դեսպանատան դեմ, մենք արել ենք Անգլիայի դեսպանատան դեմ, բողոք հասցել Անգլիայի Սենատ, Անգլիայի պարլամենտ, հա, եւ նրանք ներկայացնել են որոշում, մեր տողերը գրված էր կոնկրետ հենց այդտենցով Նիկոլ Փաշինյանին ասեցին, որ Արցախի ժողովրդի հանձնումը մնալու է քո կառավարության վրա, թուղթը մեր մոտ կա, Հայաստանի կառավարությունը իրավունք չունի հանձնել, դա միջազգային օրենքի խախտում է, իմիջիայլոց միակ արձագանքած երկիր եղել է Մեծ Բրիտանիան, Ամերիկան ասեց, հա, ցերեց գնաց ժողովուրդը։ Իսկ Մեծ Բրիտանիան արձագանքեց, որ այո, այդպես է։ Ու դա մնալու է Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա, կամ Հայաստանի այդ կառավարության վրա մինչև է տեղած։ Մենք ունենք այդ թուղթը մեր մոտ կար, քանի անգամ ցույց եմ տվել։ Այս հարցը մյուս կողմը։ Հիմա իրար կուտեն, ստից իրար վրա կգոռան, կլացեն, թե ինչ ադրբեջանցիների հետ ընդ կոչ են անում մորթել բոլորին եւ այլն, ես ընդունում եմ ամենահիմար բան։ Եթե այսքան այսօրվա Ռուսաստանի կառավարությունը, որոնք էթնիկ ռուսե չեն, այսքան ինքը մարդ լիներ, 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ խփեցին։ Դրա խաթեր պետք է հիմա մախ սարքածելներ Բաքուն, Սումգայիթը, Գանձակը, Մինգեչաուրը, Նախիջևանը եւ մի շարք մոտ 120 բնակավայր, քաղաք ու գյուղ, այդքան քաղաք չունի Ադրբեջան։ Բայց ցեն չարեց ուլի պես մտավ տակները, որտեղ Արցախը պետք է ծախվեր։ Իրենց V-ով ու Z-ով տանկերը մտան Արցախ վիդեոները միջև հիմա կա։ Իրենց Վագները մտավ Նիկոլին պաշտպանի, որ ժողովուրդը չջարդի։ KGB-ն, Քոչան, Սերժ, բոլորը Լևոնը հայ Հիտլեր երթուն տվին Պուտինին, Հիտլեր Պուտինին։ Եվ իրենք էլ առան Հիտլեր։ Սա է Հայաստանում բռնապետություն է, ֆաշիստական բռնապետություն է։ Նիկոլը ֆաշիստական բռնապետություն եղել է։ Միշտ ֆաշիստական բռնապետության ղեկավարը Պուտինն է։ Էսպես է, ընդունված միջազգային չափանիշով։ Բարձր։ Այս ամբողջից հետո որևէ են որ ասում է գետը մտել է սանձրևից, ես վախում եմ այդ մանր կաթիլները մեզ ոչինչ չի ասում։ Եթե ռուսին թվում է ռուսական կողմին կլանին Հայաստանի, թվում է որ sense ստի սպաներով հայ սիրտը պետք է ուրախանա, չէ։ Այն սիրտը ամենաշատ ուրախանում է ամբողջ Թուրքիայում 15 մարզերում հսկայական հրդեհները, որ էլի տեխնացին, այսինքն մարդու ձեռքով է եղել, այս հրդեհներին, որ ամբողջ Զմյուրնիայի եւ մնացած մասերի Անտալիայի բոլոր հյուրատաները դատարկվում են։ Թռիչքներն է հետ են մտնում։ Իմիջայլոց էս 5.850.000 գերմանացի լրիվ թղթերը հետ են տվել։ Սա Գերմանիայի պետական տվյալն է, կարաք բացեք տեսնեք։ 5.850.000 գերմանացի Թուրքիա գնալու բոլոր տուրերի գնված թղթերը բրոնյաները հետ են տվել։ Բարձա։ Ես էլ քեզ Թուրքիա Նիկոլի աղբեր։ Բա գնում ես կապուտ մսկիթ, մտնում ես լմլմցնում, գալիս ես թե եկեղեցու դուրս ջարդու։ Ջարդիկ բրծավ, շոնարիկ բրծավ, վեհապարին չեք բռնելու, միանշանակ։ Մի օքի կամ երկու օքի կբռնեք ձև կտակ, այտենց ձեր հարցը կլուծեք, կանցնեք ձեր ներքին քաղաքականության համար։ Սա, այս էր ամբողջությունը։ Դրա համար վեհապարը ոչ Նիկոլին հայտարարում է իր հետ նզովյալ, որ պետք է վաղուց հայտարարածներ։ Ոչ, ես իմ միջազգային եկեղեցիներին ադիմում, որ շատ տարօրինակայից գրեցի, ես էլ ապշեցի։ Սա ինչ տեղի ունենում Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերում է Պարսկաստանին,
Ես էլի անընդհատ պետք է կրկնեմ, անկախ նայես պարսիկները մեր բարեկամը չեն, մենք շրջապատված ենք թշնամիներով, բայց կարողանում ենք գոնե հավասարակշռված քաղաքականություն տանի։ Կրկին անգամ պարսիկները պահանջել են Ադրբեջանից լրիվ ճշմարտություն, քանի որ իրենք փաստաթղթերին իրավունքներով տիրապետում են, որ Ադրբեջանի տարածքից եղել է հարձակում, Արցախի տարածքից եւ Նախիջևանի տարածքից եղել է հարձակում Իրանի վրա սահմաններից։ Դե մի ոնց կպատասխանի, ինչ կպատասխանի, Տրամպը արդեն, ինչպես ասում են, ետ դրեց, զադի դրեց, sense ասենք, եւ գեղեցիկ կերպով գնաց հարցի մյուս կողմը, ինչի որտեվ իր չի կարողանալու ինքը։ Հա ասենք 9 դրում խփեց 4 միլիարդ հետո։ 8 հատը 4 միլիարդ խփեց հետո, քանի հազար հատ է խփելու։ 8 հատը 4 միլիարդ 100 հատ պետք է խփի, ես ասել եմ, Իրան ունի 730 քաղաք։ Հաշվեք ինչքան ալում քաղաքին 500 միլիոնով։ 350 միլիարդ, 360 միլիարդ, այս վիճակում թողելու է Ամերիկայի վրա, ու անունի ինչ դառնա։ Եթե մի քաղաքը 20,000 է, Թերանը 18 միլիոն է։ Մի հրթիռը ինչ պետք է անի, մինիմում Թերանի պետք է տես 500 կամ 1500 հրթիռ խփի։ Քանի միլիարդ հանում, ամերիկան տրիլիոն ընկնելու է պարտքի տակ մի 5 տրիլիոն ժողովրդի վրան ինչա որ Իրանը խփի, իհարկե չէ։ Սակայն որ Տրամպը բիզնեսի համար էր 5 օրով հանեցին բենզինը, իջացրին նույնիսկ 45։ Բարձ։ Սա սրանց քաղաքականության, դերասանության մի մասն է։ Այն ինչ որ կատարում են նաև Հայաստանում, սպասելով Նիկոլ Փաշինյանի կամ փախուստին կամ խփվելուն կամ ամեն ինչի։ Հարգելիներս, ես միշտ ասել եմ ու կրկնում եմ, այսօր մեզ պետք է ճիշտ հայերի միավորում, ճիշտ հայերի, ոչ թե ծախված հայերի, այլ ճիշտ։ Ծախված հայը ամենավտանգավոր բանն է, ես միշտ ասում եմ, Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին թշնամուն։ Ամենաահավոր բանը ծախված հայն է, որը հայտնվում է քո կողքին, ցույց է տալիս թե ինքը հայ է, ցույց է տալիս նույնիսկ քեզ ոգևորում գցում է կրակը, ինքը փախտում է մյուս կողմ։ Դրա համար մենք պիտի կարողանանք ստեղծել ու ստեղծում ենք, կարողանանք չէ, մենք ստեղծում ենք դրսի հայերի, խնդրում եմ բոլորը, ովքեր դրսի հայեր են, կարող են խումբ ունենալ, դիմեն ինձ, գրեք ինձ, ես կկապնվեմ ցանկացած երկրում, քանի որ Սփյուռքը Հայաստանից 15 անգամ շատ այլ եմ կրկնում։ Դիմեք ինձ, անկախ նրանից որ երկրից եք ապրել, գրեք։ Ես այս ինչը իմ անունն է, էսա պետք է անուն ազգանուն հայրենուն։ Էս ինչ երկրից, էս ինչ տեղից։ Խմբեր ստեղծենք, որ հայրենիքի համար մտածող խումբը ինչքան շատ լինի, այդքան Հայաստանից ջեբգիր 35 տարվա ռուսի ծառայշխանության վրա հեշտ կազմենք։ Այսքանով ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս, հիշեք, որ հային ոչ մեկ չի կարողացել կոտորի։ Ով փորձել է հային կոտորին կկործանվել է Բյուզանդիա, Սելջուկ, Օսման, Սակասեք Օսմանը չի կործանվել։ 6 միլիոն քառակուսից մնացել է 791,000, որը շուտով գնալու է, էլի բաժանվելու է կործանվի եղել։ Հա? Ռուսական կայսրություն 24 միլիոնից մնացել է, սովետական կայսրություն, նույնա կայսրությունների դիկտատուրա 22 միլիոն 400,000-ից եւ ռուսական հիմիկվա դիկտատուրա միապետություն, ֆաշիստական պետություն 17 միլիոն 75,000։ Իսկ եթե 17 միլիոն 75,000-ից ինչքանը կմնա, դեռ հայտնի չի, որովհետեւ կռվի մեջ չեն մտել արևմուտքի երկրները եւ արևելքից Ճապոնիան։ Իսկ Չինաստանը կյանքում չի մոռանում իր 36 գյուղի ջարդը, չի մոռանում Պրիմորեի գրավումը մանջուրական, չի մոռանում Իրկուտսկի գրավումը Չինաստանը, միշտ ասում է ես կյանքում չեմ մոռանում։ Եվ բնականաբար Տուվայի գրավելը, որը մազեր մնացել մտներ Չինաստանի մեջ, միշտ եղել է Չինաստանի ոլորտում, ռուսները առիթից օգտվելով պատերազմի գեղեցիկ այդ օկուպացրեցին իրենց կցեցին իրենց, էլ չասեմ Միջին Ասիա։ Դեռ այնքան ջուրաքաշելու էս երկրների վիճակը։ Ադրբեջանի անապատացումը նույնպես շատ ահավոր է, քանի որ Կասպից ծովի ջրերը բացի քաշվելուց անապատի թունավոր է ծովի տակի աղը շատ թունավոր է, այդքան տարիներ նստված կա եղել, այն էլ Բաքուն քիմիական գործ անի եւ այլն, այդ թույնը լցվում է քաղաքի վրա։ Որևէ մեկը եթե փորձում է ներկայացնի ու ծիծաղելի է, որ գրում են 11 միլիոն շուտով բնակչություն կունենա ժողովուրդ ջան, եթե մաքսիմումը հասնի, ես ասել եմ կրկնում եմ հիմա 3-8 միլիոնի, Ալիևը կնգա հետ պիտի սալտո տա, եթե հասնի 3-8 միլիոն։ Այս տվյալները ինձ գալիս է Բաքվից, ես լավ տիրապետում եմ այդ տվյալներին, Բաքվի վիճակը գրականը, մարդիկ կան, որոնք X բանի դիմաց իրանք տալիս են այս տեղեկությունը։ 3 միլիոն
800,000 մաքսիմում իրենց ասելու։ Ես էլ ձեզ վերջին լուրեր, այսքանով ավարտում եմ եւ մաղթում եմ ձեզ լավ օր, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք անտեսանելի են, մեր մեջ են, ծախում են, զզվելու են ու տականքել։ Իսկ այն մարդը, ում մեջ, այն հայը, ում մեջ կա Աստծո լույսը, Աստծո անունը հայ, այդ լույսը չի մարում։ Լույսը միշտ մնում է, հենց դու սկսում ես ծախել, քո ազգին գցել, վերացնել, ծախել, խաբել, դու վերածվում ես իրի, ապրանքի, ջհուդի, հայրենիք չես ունենում, գենետիկ կոդ չես ունենում, դու սատանի ծառ ես։ Ու վերանում ես, քոքով, ցեխով։ Դրա համար հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, Քանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Կարինում, Սվազում, Համշենում, Թոխատում, Ադանայում, Անգորայում և Պորսում։ Ամեն։